2005 թվականից Հայաստանի պետբյուջեն գումար է հատկացնում պատմամշակութային հուշարձանների վերականգնման ու նորոգման համար։ Այս տարի այդ նպատակի համար հատկացվել է 135 միլիոն դրամ։ Այդ գումարով նախատեսվում է նորոգել 12 հուշարձան, որից 9 եկեղեցիներ ու վանական համալիրներ են։ Որոշ պատմամշակութային կառույցներում աշխատանքներ արվել են դեռ նախորդ տարիներից։ Սանահին վանական համալիրի մասնակի նորոգման եւ ամրակայման աշխատանքների համար կտրամադրվի 18 միլիոն դրամ։ Սանահինի հետագա պահպանության նպատակով 2011 թվականին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի եւ Բեռլինի բարձրագույն տեխնոլոգիաների համալսարանի համագործակցությամբ ուսումնասիրվել է համալիրի տեխնիկական վիճակը։ Լազերային տեխնիկայի օգնությամբ չափագրվել է հարավային ճակատը, որը խախտվել էր նստվածքների պատճառով եւ արդյունքում ուղղահայաց ճաք էր առաջացել։ Մրցույթը շահած կազմակերպությունը խոստացել է նախագծային աշխատանքներն ավարտին հասցնել այս տարվա մայիսին։ Այդ ժամանակ էլ կսկսվեն վերականգնողական աշխատանքները։ Մասնագետները կլուծեն նաև բուսածածկի եւ տանիքի ջրամեկուսացման խնդիրները։ Այդ ճաքերը, որ գոյություն ունեն, նրանք դինամիկ չեն, այսինքն շարժման մեջ չեն, որը որ շատ կարևոր է, այսինքն դրանից կախված է լուծումը նախագծի եւ այլն, որովհետեւ եթե հանկարծ Աստվածյանի ինքը շարժվող լիներ, իսկապես այդ ավելի այլ կոորդինալ լուծումներ պետք է լիներ։ Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել Քոբայրավանքի դեռևս 2011-ին սկսված վերականգնման աշխատանքները, թեև ավարտուն տեսքի բերելու համար, ըստ փոխնախարար Արև Սամուելյանի, դեռ բազմաթիվ խնդիրներ կան լուծելու։ Ժայռի այդ հատվածը, որի վրա գտնվում է, ուրեմն ինքը լուրջ երկրաբանական խնդիրներ ունի, այսինքն մենք իսկապես բավականին լուրջ այնտեղ պետք է ժայռը սկզբից ամրացվի, իսկ դա երկարատև է, իսկ եւ նոր հետո ծանրացվի, այսինքն եկեղեցին վերականգնվի։ Այդ պատճառով հիմա այնտեղ իրականացվել է ժամանակավոր ծածկ, որմնանկարները պահելու համար։ Նորոգման կարիք ունեն նաև Աստվածմերժության տարիներին պահեստի վերածված եկեղեցիները։ Հնամենի սրբավայրերի նորոգությամբ ու պահպանությամբ մտահոգ Մայրաթոռում եւս փորձում են միջոցներ հայթայթել։ Այսօր հուշարձան անունը որ ստացել են, դրանք բոլորը ստացել են դեռևս այդ 70 տարիների ընթացքում, դրանք բոլորը եղել են հիմնականում գործող եկեղեցիներ, գործող վանքեր, բայց այդ 70 տարիներ զրկեցին մեր վանքերին եկեղեցին գործելու հնարավորությունից։ Մի պետության, մի Մայրաթոռի ուժերից վերել է այդ ամեն ինչը վերականգնելը եւ դրանք բոլորը բերել օգտագործելի մակարդակ է։ Հիմա նոր ծրագիր կմտնի Օձունի վանքը, Վարագավանքը կա, որը նույնպես իհարկե դա դեռևս Մայրաթոռի սեփականությունը չի, բայց կա որ հովանավոր ուզում է անպայման եկեղեցին վերականգնված տեսնել։ Եկեղեցիների նորոգման աշխատանքներն ըստ բարդության ու ծավալի կտևեն մի քանի տարի։ Կկատարվեն հնագիտական հետազոտություններ, տեղանքի չափագրում եւ նախագծում։ Աշխատանքներն իրականացնելիս հաշվի կառնվեն ճարտարապետական առանձնահատկությունները։ Մասնագետների խոսքով օգտագործվող շինանյութերը մոտ են նախկինում գործածվածներին եւ չեն խաթարի եկեղեցիների նախնական տեսքը։ Այս տարվա ծրագրով նախագծման եւ վերականգնման աշխատանքներ կիրականացվեն Ոսկեվազի Սուրբ Հովանեսում, Իրինդի Սուրբ Աստվածածնում, Ցախած Քարի եկեղեցում, Հարթավանի Աստվածընկալում, Թեղենյանց եւ Քարակոփի վանքերում, Մխիթար Գոշի դամբարանում, Բջնիի, Սմբատաբերդի եւ Հալիձորի ամրոցներում։